Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն Աստված լույս է եւ նրա մեջ խավար չկա Սուրբ Հարության 5-րդ կիրակին է սիրելիներ, որ նաև մեր եկեղեցում Սուրբ Խաչի երևման տոնն է։ Հիսուսի հարությունից հետո 351 թվականի մայիսի 7-ին առավոտյան ժամը 9-ն էր, երբ Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը Տիրոջ խաչը լույսի պես ճառագեց, այնպես որ արևի լույսը անգամ չերևաց, եւ ժամերով այդպես ծածկած պահեց երկինքը։ Եվ շատ մարդիկ, հրյաներ, հեթանոսներ, քրիստոնյաներ այս ամենը տեսան, վկայեցին, պատմական նամակը կարողա պատրիարքը Սուրբ Յուրեղ Երուսաղեմեցի հայրապետը նամակով գրում է Կոստանդին Կայսերը, որ այսպիսի իրադարձություն է տեղի ունեցել Երուսաղեմի մեջ, եւ այդ օրը շատեր ովքեր մերժել էին Քրիստոսին, նրա հարությունը, նրա բերած սուրբ փրկության այդ ավետարանը, շատերը հավատացին ու մոտավորապես մինչև 3000 մարդ Սուրբ Յուրեղ հայրապետի ձեռքով մկրտվեց ու դարձ եկավ։ Ցույց տալու համար, որ աշխարհի լույսը ձեր մեջ ապրեց, չուզեցիք ճանաչել ինչպես այսօր Հովանես Արաքյալն իր նամակում էր գրել, մենք նրան տեսանք, զգացինք, շոշափեցինք, նրա հետ ապրեցինք եւ դա ենք որ վկայում ենք ձեզ։ Ինչու մարդիկ չեք հավատում այդ ամենին։ Եվ հատվածը որ Աստված լույս է, նրա մեջ խավար չկա եւ բնավ խավար չի կարող լինել նրա մեջ։ Ինչ է նշանակում Աստված լույս է։ Ցույց տալու համար, որ Աստծո մեջ կա ճշմարտություն, կյանք, հոգատարություն, փրկություն, անմահություն։ Սա է լույսը, որ մարդը պետք է հասկանա։ Իսկ ինչ է խավարը։ Սուտ, մեղք, խաբեություն, հոգևոր մոլորություն եւ անտարբերություն։ Այս ամենը չի կարող Տիրոջ մեջ լինել։ Երբ որ Առաքյալն ասում է Աստված լույս է եւ նրա մեջ խավար չկա, հիշեցնում է, որ մարդը, եթե ուզում է Տիրոջ հետ լինել, լույսի մեջ ապրել, ինքը պետք է ճշմարտության մեջ ապրի, կյանք ունենա, անմահության կրողը լինի, Տիրոջ ճանապարհով քայլի եւ ավետարան իր կյանքի միջից վկայություն պիտի դառնա մարդու համար։ Այս աշխարհի մեջ լույսը փոփոխական է։ Ամեն օր լույսը ծագում ու մայր է մտնում։ Երեկոյան փողոցի լույսերը հանգնում են, մենք մեր տան լույսերը հանգցնում ենք, պարկում ենք քնելու։ Մենք անդադար լույս ենք փնտրում, մեքենայով ճանապարհ ենք գնում, մութ ընկնում է, մեզ լույս է պետք, որ մեր ճանապարհը չկորցնենք։ Մեր հոգին խռովքի մեջ է, մենք լույս ենք փնտրում։ Մենք անորոշության մեջ ենք, լույսի ենք սպասում։ Բայց երբ որ ճշմարիտ լույսը կա քո մեջ, դու այլտեղ կարիք չունես փնտրելու։ Որովհետև երբ որ դու այդ լույսի կաթիլը վերցնես երկնքից, դնես քո հոգու մեջ, ինչ էլ որ լինի քո կյանքում, խավարը չի կարող քեզ հաղթել։ Եթե ընկած ես, Տերը կմոտենա քեզ։ Եթե վախեցած ես, Տերը կջերմացնի քեզ, կգրկի քեզ։ Եթե մեղքի մեջ ես, Տերը կբարձրացնի քեզ։ Եթե խավարը քո ամբողջ կյանքի մեջ իշխանություն է հաստատել, Տերը կգա այդ ամենը քանդելու, իր լույսը հաստատելու համար։ Որովհետև այս աշխարհի մեջ խավար գոյություն չունի։ Մեկ փոքրիկ լույսի նշույլ եւ խավարը պիտի հետանա, անհետանա։ Այնպես էլ մարդու հոգեվոր կյանքի մեջ է սիրելիներ։ Խավարը երբ որ մեղքի, անորոշության, մոլորության, անտարբերության, ստի, կեղծիքի խորհրդանիշն է, երբ որ դա այդ ամենը վերցնում ես խմորի պես, դնում ես քո էության մեջ, կամանց ինքը քեզ այդպիսին է դարձնում։ Դու խավար ես, խավարի կրողն ես լինում եւ ինչպես ավետարանի մեջ է ասում, լույսը եկավ աշխարհ, մարդիկ չսիրեցին ինչու, որովհետեւ նրանց գործերը չար էին ու խավար էին։ Մարդիկ չար գործերի պատճառով որ լույսն ատում են, լույսը շատ-շատերին է խանգարում։ Դրա համար մարդիկ ամեն բան անում են, որ մարդկությունը այս աշխարհի մեջ Տիրոջ լույսը չտեսնի, կեղծ արհեստական լույսերի միջոցով իրենց կյանքը լուսավորեն։ Տեսեք գիշերային ակումբներում, զվարճանքի վայրերում ճշմարիտ լույսը վերջանում է, արհեստական տարբեր տեսակի գույների լույսեր են լցնում, խավարի մեջ մարդկանց անկանոն շարժումների են առաջնորդում, դիվական պարեր են միացնում եւ մարդիկ խավարի մեջ, մոլորության մեջ հայտնվելով
լույսը, ճշմարտությունը, կյանքը, հավիտենությունը սպանում են եւ մեղքի մոլորությունը դնում են իրենց մեջ եւ այդպես կարծում են թե իրենք երջանիկ ապրում են այս աշխարհի մեջ։ Եվ ամենամեծ խաբկանքը սա է, որ մարդը ասում է իմ կյանքն է, ինչ որ ուզեմ կանեմ։ Կյանքը մերը չէ։ Մենք կյանքի Տերը չենք, կյանքի Տերը մեկն է, Աստված ինքը։ Երբ որ մենք այս աշխարհ ենք եկել ենք նրա տված կյանքը պահելու, պահպանելու համար եւ այդ կյանքը լույսի մեջ պահելու համար։ Թույլ չտալու, որ ճշմարտության փոխարեն սուտը հաստատվի։ Լույսի փոխարեն խավարը գա, կյանքի փոխարեն մահը լինի, սրբության փոխարեն մեղքը գա մեր կյանքի մեջ թագավորելու։ Եվ այստեղ այսօրվա հարցը Պարակյալն ասում է Աստված լույսը նրա մեջ խավար չկա, մեզ բոլորիս հարց է ուղված, դու լույսի մեջ որտեղում ես, որտեղ է քո տեղը, այդ լույսի մեջ դու ինչ առաքելություն ունես անելու, այդ լույսը պահելու մեջ ինչ կոչում ունես դու, որ այդ լույսը երբևէ խավար չդառնա սիրելիներ։ Մենք կարծում ենք, թե ինչ որ մենք անում ենք, ապրում ենք այս աշխարհի մեջ, շատ հաճախ այդ պատասխանատվությունը մերը չէ։ Մարդիկ կան, որ իրենք պիտի անեն։ Այո, մարդիկ կան, որ պաշտոններ ունեն, կոչված են այդ ամենը անելու, բայց դա չի նշանակում, որ մեր անելիքն էլ պակաս է։ Մենք պիտի հսկենք, որ այդ մարդիկ այդ լույսը պահեն։ Մենք պիտի հետևենք, որ այդ լույսը այդ մարդիկ խավարի չվերածեն։ Մեր կողքը ապրող պարզ մարդը, մեր կողքը ապրող հավատացյալը, հոգևորականը, բոլորը կարող են այս լույսը խավար դարձնել։ Դու մի կարծեք, որ ամեն մարդ, որ կոչված է հոգևորական լինի, անպայման ինքը պիտի լույս ունենա իր մեջ։ Այդ լույսով պիտի ինքը ամբողջ կյանքում ապրի։ Ոչ, այդպես չէ։ Խավարը այնքան դանդաղ ու այնքան նկատ է սողոսկում մարդու կյանքի մեջ, որ դու լույսի անունից խոսում ես, լույսի համար փորձում ես ապրել, բայց իրականում խավարը քո մեջ ավելի շատ է։ Երբ որ քո շուրթերի մեջ աղոթքից շատ ավելի բամբասանք կա, ուրիշների նկատողություն կա, ուրիշներին սրբագլելու մոլուց կա քո մեջ, չի կարող լույսը քո մեջ ավելի ուժեղ լինել, քան խավարը։ Սա մեծ խնդիր է մեր կյանքի մեջ այսօր։ Դրա համար ինչ ասեց Հիսուս, երբ որ հանդիմանեց այսօրվա ժողովուրդ հավետան մեջ ինչ ասացին, քո մեջ դև կա։ Հիսուսին այդպես պատասխանեցին, քո մեջ դև կա։ Երբ որ ասես դուք ուզում եք ինձ սպանել, լույս ուզում եք ոչնչացնել, մարդիկ հասկանալու, որ իրենց արածքը չար է, ուզում են փրկչին, աշխարհի արարչին սպանել, ասացին քո մեջ դև կա։ Եվ ասում են ինչ եք անում դուք, օրենք եք հաստատել, բղծում եք, բայց երբ որ ձեզ պետք է, այդ ամենը արդարացնում եք, իսկ ես շաբաթ օրով մեկին օգնեցի, բժշկեցի, դուք ուզում եք ինձ սպանել։ Այսինքն ես եկա այս մեղավոր աշխարհի մեջ մարդկությանը փրկություն բերելու, մարդիկ չուզեցին այդ փրկությունը։ Ինչու Կայափան ասաց, որ լավ է մեկ հոգի մեռնի, քան ամբողջ ժողովուրդը հետևի կամ մոլորվի։ Կայափան մեծ իշխանություն ուներ, չէ՞, այն ժամանակվա իրենց կաթողիկոսն էր, այսպես ասենք։ Ինչ էր անում Կայափայի գործը ո՞րն էր քահանայապետի։ Ինքն էր որոշում, թե ինչքան տուրք պիտի տան ժողովուրդը տաճարին, ինչքան գառները պիտի վաճառվի, ինչպես դրումայափոխները պիտի անեն, այսինքն ամեն տեսակ իշխանություն, հեղինակություն իրենն էր։ Երբ որ ինքը հանկարծ ելներ ու ասեր, որ Հիսուսն աշխարհի փրկիչն է, եկավ ում որ մենք սպասում ենք, իր քահանայապետության վերջը պիտի լիներ։ Բայց ինքը գերադասեց իր պաշտոնը պահել, քան մարդկությունը փրկվել։ Այնպես էլ այսօրվա կյանքի մեջ է։ Աշխարհի մարդիկ, իշխանները, որ կարգված են իրեն ժողովուրդներին իշխելու համար, նրանք ամեն ինչ անում են, որպիսի ոչ թե ճշմարտությունը հաղթի, այլ իրենցը հաղթի, իրենց ճշմարտությունը հաղթի։ Ամբողջ այս աշխարհը խավարի եւ լույսի պատերազմ է, սիրելիներ։ Մենք ասում ենք, որ պատերազմ է հարստության համար, նավթի համար, բենզինի համար, տարածքի համար, չէ, լույսի եւ խավարի պատերազմ է այս ամենը։ Եվ եթե լույսը շատ լինի մեր կյանքի մեջ, խավարը չի կարող հաղթել։ Եթե մենք իրական լույսը կրողները լինենք, մեղքը չի կարող մեր մեջ բուն դնել, դու ում հետ որ աղոթում ես, հետո սկսես նրան կասկածել, ում որ հետ աղոթում ես, հետո մատնել, դավաճանել, ուրանալ։ Եվ մենք այդպես շատ հաճախ ենք Քրիստոսին միայնակ թողնում մեղքի պատճառով։ Եվ դրա համար առաքյալ ասում է, մենք տեսանք, զգացինք, շոշափեցինք, ապրեցինք, դա ենք վկայում, ինչու չեք մինչև այսօր հավատում։ Եվ ինչու է մարդկությունը մինչև այսօր փորձում այդ լույսը սպանել։ Երբ որ խաչողներն էլ Հիսուսին գերեզմանը դրեցին, քարը փակեցին, հետո կնքեցին, մի հատ էլ մատանիով կրնիկ դրեցին վրան, նրանք ուզում են ասել, որ մենք հաղթեցինք, վերջ։ Բայց երբ որ լույսը չմնաց այդ գերեզմանի մեջ, ճառագեց, դուրս եկավ, այդ ժամանակավոր հաղթանակը հավիտենականության
պատճառ դարձավ։ Հավիտենական պարտություն եղավ այդ մարդկանց համար։ Այնպես էլ մենք այս կյանքը օգտագործում ենք ոչ թե հավիտենական հաղթանակին հասնելու համար, այլ ժամանակավոր հաղթանակներ ունենալու համար։ Մի փոքրիկ իշխելու, մի փոքրիկ նվաստացնելու, մի փոքրիկ մեր հարստությունը վայելելու համար։ Մենք գիտենք, որ զուր տեղն ենք այսօր մենք չարչարվում։ Ինչ էլ որ անենք, մեկ է ոչինչ չենք տանելու այս աշխարհում, բայց մենք ամեն օր ուզում ենք ինչ-որ բան անել, մի փոքրիկ բան ավելացնել այս աշխարհի մեջ նյութական կարողության իմաստով։ Հետո որ գնանք այս աշխարհից, ոչինչ չտանելով։ Երբ Ալեքսանդր Մակեդոնացին պետք է մահանար, կանչում է իր գեներալին, ասում է, երբ որ ես մահանամ, կասեք, որ իմ մարմինը, մահացած մարմինը բժիշկները տանեն, երկրի նշանավոր բժիշկները տանեն։ Ինչ հարստություն որ ունեցել եմ, կշահ կտակ իմ մարմնի առջևից եւ վերջում ձեռքերս էլ բաց կդնեք։ Երբ որ հարցնում են ինչու, ասում են թող բոլորն իմանան, որ որևէ բժիշկ չի կարող մարդու կյանքը հավերժ պայել այս աշխարհի մեջ։ Ինչ էլ որ լինի, մենք մի օր անպայման պիտի մահանանք։ Ասում է շահ կտակ հարստությունը, որպեսզի բոլորն իմանան, ինչ որ հավաքել է այս աշխարհին, ինչի համար որ գրավել է երկրագնդի կեսը գրավել է, ոչինչ չեմ տանում հետս, ամեն ինչ թողնում եմ այստեղ։ Եվ երբ որ ձեռքերս մե բաց դնեք, թող իմանա, որ անգամ Ալեքսանդր Մակեդոնացին իր հետ ոչինչ չտարավ։ Բայց մենք այս ամենը իմանալով, ամեն օր այս ճշմարտությունը ուրիշներին սովորեցնելով, մենք հակառակն ենք անում, ամեն բան բժիշկների բժշկին թողնում ենք, գնում ենք մարմնավոր բժիշկների մոտ եւ մեր հույսը կապում ենք նրանց հետ։ Սխալ չհասկանաք, բժշկությունը Աստծուց տված է, գիտությունը Աստված է պարգևել, բայց վերջին խոսքը իրենցը չէ։ Վերջին խոսքը Աստծուն է պատկանում։ Վերջին հնարավորությունը Աստված է տալիս։ Եվ ինչպես Առաքյալն ասում, ինչու է մահվան վճիռը մեր վրա կախված, որպեսզի մենք մարդիկը սովորենք մեր հույսը Աստծո վրա դնել, ոչ թե մեր վրա դնել այդ հույսը։ Դրա համար է տրված մեզ։ Ինչ էլ որ մենք հավաքենք, ինչ էլ ունենք, մենք կյանքը չենք կարող գնել։ Մենք չենք կարող ճշմարտությունը հաղթել, հաղթանակ պարգևել ճշմարտությանը փողի միջոցով։ Դու կարող ես դեղը գնել, բայց ոչ քո առողջությունը։ Դու կարող ես պաշտոնդ գնել, բայց ոչ սերն ու հարգանքը քո ժողովրդի։ Ամեն բան այս կյանքի մեջ մնայուն չէ, եթե դու ճշմարտության լույսին չես մոտենում։ Եվ լույսը ամեն օր է բացում մեզ համար։ Ամենամեծ հրաշքը, երբ որ մենք ամեն առավոտ նորից լույսը տեսնում ենք ու Տիրոջն ասում ենք բարի լույս։ Լույսը բարի է մեզ համար։ Ուրեմն նշանակում է Տերը քեզ մեկ օր է տվել իրեն փնտրելու, իրեն հասկանալու, իրեն սիրելու համար։ Տերը մեկ հնարավորություն է տվել քեզ մեղքերը թողնելու, սխալներիդ անդրադառնալու եւ ճշմարտությանը մոտենալու համար։ Տերը մեկ անգամ է քեզ լույսը տալիս, որպեսզի խավար եւ լույսի տարբերությունը հասկանաս։ Երբ մութը տալիս է, մենք շատ հաճախ մենք մեր տները մտնում ենք, դուրը ներսից փակում ենք, վախ ունենք, որտեղ գուցե խավարի միջից մեկը գա մեզ գողանալու, մեր ունեցածը գողանալու, մեզ սպանելու համար։ Բայց երբ որ դու ճշմարիտ լույս ունես, այդ մեղքի դուռը փակելու կարիք չունես, որտեղ ինչ էլ որ լինի, Տերը քեզ պիտի մոտենա։ Ամենաանելանելի վիճակում անգամ Տերը քեզ մենակ չի թողնելու։ Տերը պիտի գա քեզ բարձրացնելու, որտեղ լույսը պիտի տեսնես։ Լույսը պիտի հասկանաս։ Ճշմարտությունը պիտի վերջը հաղթի այս աշխարհի մեջ։ Բոլոր տեսակի հաղթանակները մեղքի ժամանակավոր են այս աշխարհի մեջ։ Ամեն տեսակ հաջողություններ ժամանակավոր են։ Դավիթ մարգարեն, որ ինքը մարգարե էր եւ թագավոր էր, ասում է մարդը զուր տեղն է տառապում, տագնապում, գանձ դիզում, չգիտի ում համար եւ ինչի համար։ Եվ մեկ ակնթար ստվերի պես երևում անցնում է, բայց այս ընթացքում հասնում ամեն տեսակ մեղքի մեջ հայտնվել ու խավարը բերել մեր կյանքի մեջ։ Երբ Աստված մարդուն դրախտից հանեց, նրան լույսից չզրկեց, սիրելիներ։ Նրա կյանքը նույնիսկ 1000 տարի սահմանեց այս աշխարհի վրա, բայց անգամ Անդրանիկը, Ադամը չկարողացավ այդ 1000 տարին լրացնել։ Եվ կամաց տեսնում ենք, որ մարդը իջավ եւ այսօր միջինը 60-70 տարի ապրում այս աշխարհի մեջ եւ մեղքն է այդքան կրճատել մեր կյանքը։ Երբ որ մենք երիտասարդ մահեր ենք տեսնում, կորուստներ ենք տեսնում, մեզ թվում է թե այդ մարդու մեղքն էր, որ մահացավ կամ նրա ծնողների, ոչ, սա մեր բոլորի հավաքական մեղքի հետևանքն է։ Օրեր առաջ, երբ որ ես հիվանդանոցում քասկեղով մի ծանր հիվանդի մկրտում, մինչ ես մկրտություն ավարտեցի, կողքինը մահացավ։ Նույն պահին այստեղ ուրախություն էր, այստեղ մահ էր։
Սա մկրտվում էր ուրախանալու, որ փրկվում է, Տիրոջ լույսը պիտի գա, նույնիսկ իր մարմնավոր առողջությունը պիտի վերականգնվի, այդ նույն պահին իմ աղոթքի ժամին մյուսը կյանքի մահվան կռիվ էր տալիս եւ աչքերը փակեց։ Մահացավ այս աշխարհից, որովհետեւ Սուրբ Գիրքն ասում է ուրախությունը, տխրությունը հարազատ քույրեր են, միասին են ապրում ամեն օր մեր կյանքի մեջ։ Բայց ուրախությունն էր նաեւ նրա համար, որ աղոթք էր բարձրաձայն հնչում իր կողքը եւ ինքը աղոթքով փակեց իր աչքերը։ Սա էլ էր փրկություն նրա համար։ Սա է մեր կյանքը։ Մենք չգիտենք, որ մեկից ինչպես պիտի հանի։ Ես երբ որ մյուսին աղոթեցի, իմ աղոթքից հետո Սուրբ Հաղորդն հետո կես ժամ հետո մահացավ։ Այդ նույն մարդը մեկ ուրիշը մեր կողքը։ Այսպես ամեն օր մեր կյանքում գնում ենք ու մենք տեսնում ենք, լաց ենք լինում, անդրադառնում ենք, երբ որ այդտեղից դուրս ենք գալիս, նորից աշխարհի հոգսերով ենք ծանրաբեռնում, մոռանալը, որ մեզ էլ կարող է այդ օրը պատահել, մենք էլ կարող ենք այդ հոգեվարքի մեջ լինել։ Եվ այս աշխարհը այսօր այդ լույսի հոգեվարքի մեջ է, որ լույսը եկել է աշխարհ, բայց մարդիկ խավարն ավելի են սիրում։ Խավարի համար ավելի են պայքարում, քան լույսի։ Երբ Հիսուս որևէ դևի հետ խոսում էր, մեկն էր խոսում Հիսուսի հետ, բայց երբ որ Հիսուս պիտի հրամայեր, որ սրանք դուրս գային, օրինակ մտնեին խոզերի երամակի մեջ, ասում է բոլորով միասին աղաղակեցին Հիսուսի դեմ։ Նույնիսկ այստեղ խավարը ավելի համարձակ են, ավելի միասնական են, քան մենք լույսի որդիները։ Ես շատ հաճախ եմ վախենում, որ մի օր երբ որ հրաման տան ինձ էլ սպանելու, ինչպես սովետական շրջանում շատ հոգևորականների, հատուկեն մարդիկ պիտի գան իմ կողքը կանգնեն։ Լույսի որդիները պիտի վախենան, որտեղ մահը իրենց համար սարսափելի պիտի լինի։ Սա ամեն մեկիս է վերաբերում։ Երբ որ մենք ընկնում ենք, մեղքը մեզ հաղթում է, մեր բոլոր ընկերները մեզ լքում են։ Մեզ միայնակ են թողում մեղքի մեջ։ Մեզ միայնակ են թողում մեր ցավի մեջ, տխրության մեջ, իրենց միայնության մեջ, միայնակ ենք թողում։ Եթե սայթակել է վերջ, այլևս նա չի կարող մեր հետ նույն սեղանին նստել։ Իրար հետ մենք նրա հետ այլևս չենք կարող աղոթել։ Սա էլ է խավարի հաղթանակը, որ մենք ոչ թե ընկածին ձեռք ենք մեկնում բարձրացնելու, այլ հակառակը, մենք նրան մերժում ու ոտնահարում ենք, որ գնա, դու այլևս իրավունք չունես մեր լուսավոր մարդկանց հետ կանգնելու եւ աղոթելու։ Սա էլ է խնդիր մեր կյանքի մեջ։ Եվ այս լույսի պակասն է, որ Տեր այսօր մեզ հիշեցնում է, որ Երևան Սուրբ Խաչի նշանով, որ լույս ինչքան լուսավոր է, որ արևի լույսն է ծագում, պատճառ պիտի դառնա, որ մենք էլ մեր մեղքերից ավել մեր դիմացի մարդու մեղքերը ծածկենք։ Այդ դիմացի մարդուն հնարավորություն տանք վերականգնելու, բարձրանալու, որպեսզի ճշմարտությունը, կյանքը, անմահությունը, փրկությունը հաղթանակի մեր կյանքի մեջ։ Եվ մեղքի անտարբերությունը մեզ բոլորից չգրավի ու չպատճառ չդառնա, որպեսզի Աստծո լույսն էլ չցակի այս աշխարհի մեջ։ Թող Տեր օրհնի բոլորի սիրելիներ, իր խաղաղության ու սիրո մեջ պահի, եւ ինչպես որ այսօրվա Սուրբ գրային ընթերցումներն է, մենք ուղակի լսենք Տիրոջը, թե ինչ է մեզ ասում եւ որտեղ ենք մենք լույսի մեջ։ Մենք ինչքան կրողն ենք այդ լույսի, թե մենք խավարի ծառան ենք։ Սա ընտրության հարց է մեր առջև։ Դրա համար է Մարգարեն ասում, բավական է երկու ոտորով էլ կաղակ, բավական է։ Մենք պետք է մեր ոտքերն ամրացնենք, ճշմարիտ լույսը ճանաչենք, մոտենանք Քրիստոսին, սիրենք Քրիստոսին։ Շատ հաճախ մարդիկ առանց Քրիստոսին ճանաչելու խոսում են Քրիստոսից։ Չեն զգացել նրա ձեռքի հպումը, նրա գրկախառնությունը, նրա սիրո խոստովանությունը։ Սա պիտի կարողանաս լսել, որ ապրել։ Անգիր արած տողերը մեզ փրկություն չեն բերում։ Սուրբ Գիրքը անգիր իմանալը դեռ սիրո արտահայտություն չէ, լույսի կրելու հնարավորությունը չէ, այլ մեկ անգամ Քրիստոսին մոտենալ եւ դրա մեջ ապրելն է այդ ճշմարտությունը եւ լույսի հաղթանակը։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Թող Տիրոջ սերը, շնորհը, խաղաղությունը ամենքիս հետ լինի, այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։